Ողջույն արգելի հետևորդներ, Վահան Միրաքյան։ Ողջույն Դավիթ, ողջույն մեզ հետևող մարդիկ։ Ուղևորվում ենք դեպի Լոռու Մարս։ Դպա լավը։ Դպա լավը, այո, մասնավորապես դեպետ։ Որպեսզի Չամիչ հյուրատանը բացահայտենք Լիլիթ Չիչյանին եւ Դավիթ Կարմիր Շալյանին։ Հրաշալի է։ Չամիչ հյուրատան հիմնադիրներին։ Սիրով գնում ենք մարդկանց բացահայտելու, նրանց միջավայրը բացահայտելու, նրանց կենցաղին ականատեսը լինելու։ Եվ ցույց տալու, որ Հայաստանում կարելի է հիմնել գործ եւ հաջողակ լինել։ Արդեն հասցրել ես ուսումնասիրել էջը, հասկացա։ Դե գնացինք։ Դպա լավը։ Դպա լավը։ Նորույթ Մարանիկից։ Մարանիկ համեմունքների ավանդական եւ հազվագյուտ տեսակներն արդեն առկա են ապակյա տարաներով, որոնք փակվում են հերմետիկ, պահպանում համն ու հոտը։ Իսկ հատիկավոր տեսակների ներկառուցված աղացը թույլ է տալիս վայելել Մարանիկ համեմունքների բույրի թարմությունը։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք։ Мараник. Каждая девочка хочет быть идеальной мамой и женой. А каждая женщина просто быть собой. Майонез Слобода. Давайте быть довольными, а не идеальными. Ողջույն Դավիթ, ողջույն Լիլիթ։ Ողջույն Վահան ջան, ինչպե՞ս եք։ Ձեզ այցելել են Դավիթը եւ Վահանը, չէին սպասում հաղորդման շրջանակներում։ Դեբետ։ Բարև ձեզ, բարի գալուս։ Շնորհակալություն։ Միանգամից ուզում եմ ասել, որ մեր տրամադրությունը 180 աստիճանով փոխվել է հայտնվելով այստեղ, որովհետեւ բնությունը ամեն դեպքում իր գործն անում է։ Կխնդրեմ նախ պատմեք ինչպես է տրամադրությունը, որովհետև այստեղ վստահ եմ, որ տրամադրությունը փոխվում է եւ լրիվ այլ լիցքեր են հաղորդվում մարդկանց։ Շատ լավ տրամադրություն է, ու ինչպես կասեին լոռեցիները, ասենց հանգստացած Երևանի աղմուկից եւ նաեւ այդ Երուսերից, հայ, Երևանյան, որ գալիս է այստեղ, լրիվ լիցքաթափվում ես։ Մենք այցելել ենք Չամիչ հյուրատուն։ Այո։ Դուք երևանցիներ եք, բայց ձեր բիզնեսը հիմնել եք Դեբետում։ Ինչպես եղավ ձեր Դեբետում հայտնվելը։ 2019 թվականին երևի թե ամառվա կեսերից ես փնտրտուքի մեջ էի, թե որտեղ կարելի է գնել տուն կամ հող, որը հետագայում կարող է դառնալ հյուրատուն, եւ նաեւ նենց միտք կար, որ եթե նույնիսկ չգործի ինքը որպես հյուրատուն, մենք ունենանք մեր ինչ-որ մի անկյունը, որտեղ կարող ենք ընտանիքով գալ, հանգստանալ։ 19 թվի վերջին մինչև Թումանյան քաղաքը փնտրտուքների մեջ լինելով եկանք Դեբետ Լիլիթի հետ, ինձ տեղ մի հատ հող էին խոստացել ցույց տային, եկել ենք, որ այդ հողը ընդհանրապես տեսնեինք։ Էն էլ գյուղամեջ հանդիպեցինք մի տաքսու վարորդի, որը ասեց կարող եմ ձեզ տանել տուն ցույց տալ, ստեղ մեկը տուն է վաճառում։ Բարձացանք վերև, Լիլիթը տեսավ, ասեց «Վсё, էսա էլ ուրիշ բան չեմ ուզում»։ Որ ինչ նայում ենք դրանից հետո արդեն էական չէր։ Նախաձեռնությունը եղավ Լիլիթինը այս ամենը իրագործելու եւ հյուրատուն դարձնելու, որովհետեւ դուք ասացիք ընդཐུպ եթե չլիներ որպես հյուրատուն, ամեն դեպքում ուզում էիք ընտանեկան մի անկյուն ունենալ, բայց սա արդեն դարձել է հյուրատուն։ Նախաձեռնությունը ումն էր։ Երևի թե երկուսինս էր, որովհետեւ սկզբում երբ որ կառուցում էինք մտածում էինք, որ այնպես կառուցենք, որ եւ հյուրատուն լինի եւ ընդհանրապես բնակվելու տուն, բայց երբ որ բացվեցինք, նաեւ պայմանավորված նրանով, որ COVID էր եւ ներգնատուրիզմը շատ ակտիվ էր, բացվելուց անմիջապես հետո լցվեցինք, այսինքն այնքան հյուր ունեինք, որ միանգամից հասկացանք, որ հյուրատան գաղափարը աշխատելու է եւ նույնիսկ այնքան է աշխատելու, որ հաջորդ տարիներին ընդլայնվեցինք, որովհետեւ շատ փոքր ծավալով ենք սկսել հյուրատունը աշխատեցնել։ Հասկացանք, որ սիրված է, շատ սիրված է, տեղը այնպիսին է, որ մարդիկ իսկապես վայելում են, ինչպես մեր նշանաբանն է ասում, արի դնջացի մի քիչ, մարդիկ գալիս դնջանում են եւ արդեն ինքը լրիվ հյուրատան գաղափարով սկսեց աշխատել, չնայած մենք միշտ ասում ենք, որ սա նաեւ մեր տունն է։ Շատ հետաքրքիր անուն եք մտածել, Չամիչ։ Ով է գաղափարի հեղինակը։
Լիլիթը։ Ես եմ հեղինակը, ասել, որ շատ եմ տանջվել այդ անունը մտածելու վրա սուտ կլինի, շատ արագ եմ մտածել, անգամ մտածում էի, որ մի բենդ կա, անունը Չամիչ, եթե բացում անենք, բացմանը կհրավիրենք այդ բենդին, բայց COVID էր, ոչ մեկ ոչ միտեղ չէր գնում, բայց երևի թե անունը մտածել ենք, դրել ենք, հետո ենք մնացած բոլոր կոնոտացիաները մտածել, այսինքն, որ Չամիչ տեղ է, գողտրիկ տեղ է, Չամիչը կապել ենք նաև համեղ սնունդի հետ, բայց ինչպես տեսնում ենք, լավ աշխատում է, մարդիկ բարձրանում են այս ճանապարհը, որ տեսնեն։ Զանգեց ինձ Լիլիթը, գործի տեղն ենք երկուսս էլ, տարբեր տեղեր ենք աշխատում, զանգեց, որոշել բան, Չամիչ դնենք անունը։ Այո։ Սկզբից ճիշտ ասած ընդդիմացա, թե ինչ Չամիչ, միգուցե չարած կամ չգիտեմ ինչ, բայց հետո ամբողջ օրը այդ որ sense մտքիդ մեջ պտտվում է, հա, կարմիր թելի պես Չամիչ։ Երեկոյան որ արդեն գործից հետո գնում ենք տուն, ասի պես լավ անուն է, գիտես Չամիչ, հա, ոնց որ թե հնչում է ու հավես տեղ է լինում։ Գնանք Չամիչը բացահայտելու։ Գնացինք։ Դուք խնդրում եմ ուղեկցեք մեզ եւ ներկայացրեք ուր ենք գնում, որ տարածք։ Մենք հիմա Այգին ներկայացրեք այս պահին։ Սա մեր Չամիչի այգին է, ընդհանուր առմամբ շատ մեծ տարածքով։ Որքան տարածք է զբաղեցնում։ Այս պահին ընդհանուր տարածքը Չամիչի 3700 քառակուսի մետր է։ Այո։ Բայց երբ որ ժամանակին մենք գնել ենք, այն ամենասկզբից, հա, դա եղել է 2300 քառակուսի տարածք։ Ընդլայնվել եք հետ։ Այո, սա այն տարածքն է, հիմա որտեղ որ կանգնած ենք, սա այն տարածքն է, որը մենք ամենասկզբից գնել ենք, որը հետո ընդլայնվել է։ Ծառեր չկար, եթե տեսնեք դուք մի քանի հատ ծառ կա ընդամենը, որ մեծ են, մնացածը փոքր ծառեր են, մենք այդ ծառերը տնկեցինք, երբ որ մենք արդեն հիմնավորվեցինք, հա, այստեղ։ Նաև շատ կարևոր է ասել, որ դուք տեսնում եք, որ այստեղ հենց այն խոտն է, որ միշտ այգում եղել է, մենք գազոն չենք արել, եւ երբ որ հյուրերը գալիս են, մենք ասում ենք, որ ձեր երեխաները կարող են վազել, խաղալ։ Սա շատ կարևոր հարց է, որովհետեւ չենք ասում, վայ սա կփչանա, վայ նա կկոտրվի, խոտը կտրորվի, այդպիսի բան չունենք։ Եվ ինչքան երեխեքը ազատ վազում, խաղում են, այդքան ծնողները ավելի հանգիստ են։ Բացի դրանից մարդը կարող է զուտ վերցնել իր համար մի հատ փոքրիկ աջալ, գալ այստեղ պարկել, եթե ուզում է, խմբեր ունենք, գալիս են կանաչ խոտի մեջ յոգա են անում, այսինքն այս բացությունը տարածքի մարդուն sense շնչելու հնարավորություն է տալիս, դրա համար մենք մաքսիմալ բաց ու հանգիստ, այսինքն մենք չենք ասում, վայ սա կփչացնեք, վայ սա կտրորեք, այդպիսի բան չկա։ Իսկ դաշտը նաև ասեմ ձեզ, որ այնքան տարատեսակ բաների համար է ծառայում, օրինակ գերմանացիների խումբ ունեինք, հենդբոլ էին խաղում, դպրոցական խմբեր ենք ընդունում, բազմաթիվ երեխեքը այստեղ գնդակ են խաղում, սենց իրենց շունչը բացված է եւ հնարավորություն է, որ զբաղվեն մի բանով, իսկ էքսկուրսիաների ժամանակ գիտեք, երեխեքը շատ են ուզում իրար հետ ինչ-որ խմբային բան անել։ Այսինքն մարդիկ հնարավորություն ունեն վայելելու այն, ինչը տրված է մայր բնության կողմից։ Այո, ճիշտ այդպես։ Ես հիշում եմ, որ մենք նոր էինք բացվել, այստեղ եղինջ էր աճում, հիմա էլ կա, ուղղակի բանը, որ կտրատել ենք խոտերը, հիմա չեն երևում։ Տղաս եւ իմ քրոջ տղան ընդեղից sense գլորվելով, թեքած գլորվելով sense գալիս էին, էլի վազում են գլորում, եկել եկան ամբողջը կարմիր։ Այս ինչ ա եղել, բա եղինջների մեջ են խաղացել, բան sense մռմռում էին, բան էին անում։ Բայց էդ էլ էր էլի ինչ որ experience։ Մենք նաև նպատակ ունենք այստեղ sense ոնց ասեմ, հանգստի ինչ որ փոքրիկ տաղավարներ անել, այդ բեսեդկա կոչվածը չէ։ Այլ մարդը sense գա մի հատ փափուկ ծածկով տեղ լինի, պարկի, կուզի աշխատի, կուզի գիրք կարդա, կուզի զուտ քնի։ Նաև տեսնում եմ երեխաների համար նախատեսված հատուկ ատրակցիոններ, եթե կարելի այդպես ասել, եւ շունիկը, որտեղից է հայտնվել, այստեղ էր բնակվում, թե դուք եք բերել նրան։ Շան պատմությունը շատ հետաքրքիր է, ուրեմն փոքր տղաս մենք նոր ենք բացվել, ընկերներ, ստեղի արդեն գյուղի իր ընկերների հետ գնացել էին այս ներքևը մի հատ փոքրիկ գետակ ունեն, գնացել են այնտեղ ու շանը գտել էին, որտեղ ինքը քանի որ
աղջիկ շունա, իրան թողել էին, չէին ուզեցել պահեն։ Գցել էին պարկը, որ սատկի։ հա։ Ու տղաս գտավ, բերեց, բա կարող ենք պահել, ես այդ ժամանակ Երևանում էի, զանգարեց երեկոյան, ասում եմ, պապ քո այդ լուրջ խոսալու բան ունեմ, ասում եմ, ինչ ա եղել։ Բա մի հատ շուն ենք բերել, կարող է պահենք, այն որ ձայնից զգում ես էլի, որ ինքը ուզում է ու եթե ասես չէ, հանգարց դա լինելու է իր համար շատ մեծ տրագեդիա, ասի հա իհարկե այդն շունն է, վերջ պահում ենք, ինքն է անունը դրել Բետի, ու շունը դարել է ոնց որ նաև Չամիչի խորհրդանիշներից մեկը, այո, որտեղ որ մարդիկ գալիս են հարցնում են, բա Բետին ուր է։ Հա, եւ մենք Բետին չենք կապում, որովհետեւ չենք ուզում, որ Բետին լինի ագրեսիվ ու համարում ենք, որ բոլոր այն հյուրերը, որ փոքրիկ բալիկներով են գալիս եւ բալիկները Բետին սիրում են, հաղթարում են հենց վախը։ Շատ դեպքեր կան, որ երեխաները Բետի հետ շփվելով վախ են հաղթարում ու թողել ենք, որ Բետին ոչ մի հյուրի վրա չի հաչա, ավելին ձեզ ասենք, մենք հյուրեր ունենք արշավականներ, եթե արշավական հյուրը ոդկով գնալու է միտեղ, Բետին իր հետ գնում է։ ուղեկցում է։ Անգամ զանգեր ենք ստանում։ Մինչև Դսեղ կարող է հասնի 7 կիլոմետր իր հետ վերադառնա։ Զանգեր ենք ստանում հյուրերից, ասում են, այ ես հասել եմ այս ինչ տեղը, ձեր շունը իմ հետ է, ձեր շունը կկորի։ Մենք ասում ենք ոչ, չի կորի, ինքը ձեզ ուղեկցելու է ու ձեզ հետ է գալու։ Խոսենք նաև այս տարածքի մասին, խարույկի համար նախատեսված հատված։ Այո։ Հա, մենք սարքեցինք այս խարույկի տեղը, որովհետև շատ մենք ունենք մի հատ փոքրիկ ինչ-որ բան, որը որ հաթոռներ ենք դնում, կողքը նստում էին, բայց հասկացանք, որ մեծամասամբ հյուրերը երեկոյան ուզում են խարույկի մոտ նստեն, ինչ-որ մի բան նվագեն, ինչ-որ մի երաժշտություն լսեն, խմեն գինի կամ որևէ այլ ոգելից խմիչք եւ հասկացանք, որ պետքա սիրուն ինչ-որ տարածք ունենանք առանձնացված, որտեղ կարող են բոլորը ստեղ իրար հետ հավաքվել ու պարտադիր չի, որ դա լինի մի ընտանիք, որտեղ հյուրատունը ինչով է առանձնանում, մեր տարբեր հյուրեր, երբ որ գալիս են այստեղ, մեկ էլ տեսնում ես իրար հետ երեկոյան ընկերացել են ու իրար հետ նստած ժամանակ են անցկացնում։ Դա մեր համար ամենամեծ գրավականն է։ Դուք նշում եք մի բան, որ հավաքում են մարդիկ, երաժշտություն, գինի ըմպել եւ այլն, բայց նաեւ տեսնում եմ, որ տարածքում կան հարևաններ։ Այստեղ եմ ապրում են մարդիկ այստեղ, որպես ամառանոց չի ծառայում այդ տարածքը նրանց համար։ Չկան բողոքներ, որ ձեր հյուրերը աղմկում են, մենք ցանկանում ենք կտրվել այդ ամենից եւ խանգարում եք դուք մեզ։ Ճակերտավոր բողոքը այնա, որ ասում են, «Էս ինչ լավ եք երգում երեկոյան, էս ինչ լավ խումբ էր ձեր մոտ»։ Իսկ դա որպես բողոք են ակնարկում, թե անկեղծ։ Ճակերտավոր բողոք, անկեղծ է դրա համար, դա բողոք չի, դա իրանք դուրս են գալի, մեկ էլ սկսում ես տեսնում ես, էլի, sense նստած նայում են, էլի, այս կողքից տնից կամ այն մյուսից։ Բայց գիտեք, կարևոր է նաեւ ասել, որ Չամիչում աղմուկ չկա։ Անաղմուկ Չամիչ է եւ մենք անգամ երբ որ դրսից հյուրեր ունենք, մենք խնդրում ենք, որ մինչեւ ժամը 10-ը մեր հյուրերը արդեն ավարտեն, որովհետեւ մենք ունենք հանգստացող հյուրեր եւ այստեղ բարձր երաժշտությունը, ասենց ասեմ, ռաբիզ երաժշտությունը, աղմուկը ընդհանրապես տեղին չի։ Մենք անգամ երբ որ խոսում ենք Չամիչ, երբ որ Չամիչը գովազդում ենք, մենք ասում ենք լուր, հանգստություն, մեկուսի հանգիստ, որովհետև եթե պիտի այս ծիտիկների ձայնի մեջ մի հատ էլ բարձր երաժշտություն միացնենք, այնքան այդպիսի տեղեր կան։ Դրա համար մեծ մասամբ 99% դեպքերում աղմուկ չունենք։ Անգամ եթե ծնունդ միջոցառում է, այդ ծնունդ միջոցառումը մինչև ժամը 9-10-ը ավարտվում է, որտեվ չենք համարում էլի, որ մենք ռեստորանն ենք, տենց կլասիկ իմաստով։ Ճոճանակի մասին խոսենք, որովհետև եթե ճիշտ եմ նկատում, շատ հին է այն։ Դուք եք պատրաստել ուղղակի այն արդեն հնացել է, թե դա եղել է այստեղ, դուք մի փոքր փոփոխության եք ենթարկել նրան։ Ճիշտ ասած չէ, ճոճանակը չի եղել։ Ճոճանակը ես եմ հենց պատրաստել, այն ամենասկզբից երբ որ բացվել էինք։ Ոսկե ձեռքեր ունեք, Դավիթ։ Չէ, մի քիչ քթածակ երևի թե։ Արծաթե ձեռքեր ունեք։ Որովհետև ինձ նաև օգնող է էլի, ես մենակով դե չեմ եղել, ես նկարներ էի անում, Երևանում տարբեր, ասենք, նմանատիպ ճոճանակները նկարում էի, թե ոնց են սարքել, ինչ են արել, եւ եկանք ստեղ մեր էլի գյուղի իմ
Լավ հարևան արդեն կարելի ասել, իր հետ պատրաստեցինք այս ճոճանակը։ Էլի մի քանի բաներ կա, որ իմ ընկերների հետ ենք սարքել, նույն սեղանաթոռները ամբողջը սարքել ենք ես ու իմ ընկերները։ Դավիթ, Լիլիթ, մինչ նկարահանումները սկսելը մենք մի փոքր զրուցեցինք եւ դուք պատմեցիք նաեւ ձեր մասնագիտությունների մասին եւ ձեր նախկին աշխատանքների մասին։ Եթե դուք ցանկանում եք, կարող եք ինքներդ նշել, եթե չեք ցանկանում, կարող եք անցում կատարել, բայց ամեն դեպքում մեզ հետևող մարդկանց համար նշենք, որ դուք պետական կառույցներում եք աշխատել։ Ես հիմնականում աշխատել եմ պետական կառույցներում, Լիլիթը աշխատել է միջազգային կառույցներում։ Բայց հիմա այդ ամենը թողել եք ոլորտում։ եւ զբաղվում եք այս փոքրիկ բիզնեսով։ Դավիթը ամբողջովին թողել է, որովհետեւ փոքրիկ, բայց շատ գործ կանելու։ Ես դեռ մի փոքր մասով շարունակում եմ աշխատել զարգացման ոլորտում, այս պահին աշխատում եմ սոցիալական պաշտպանության հանրային ոլորտում, այսինքն իմ աշխատանքի մի մաս դեռևս պահել եմ, բայց մենք ամբողջ կյանքում արել ենք աշխատանք, որը ընդհանրապես կապ չի ունեցել հյուրատնային բիզնեսի հետ։ Եվ ինչ որ մենք արել ենք Դավիթի ասած քթի ծակով եւ այն տրամադրվածությամբ, որ եթե մի բան մեզ համար լավ է, ուրեմն լավ կլինի հյուրերի համար, ամեն ինչին նայել ենք այդպես եւ սովորել ենք։ Շատ ենք սովորել եւ սովորել ենք ճամփորդելով, շատ ենք ճամփորդել եւ տեսել ենք եւ սովորել ենք նաեւ այս վերջին տարիներին այս ոլորտում եթե եղել են դասընթացներ եւ ներգրավել ենք, այդպես էլ ենք սովորել։ Ու շարունակում ենք սովորել, որտեվ մասնագիտությամբ, չգիտեմ, մեր աշխատանքով մենք երբեք այս դրա մեջ չենք եղել։ Սա ինչ տարածք է, որը հենց հիմա տեսնում են մեզ հետևող մարդիկ։ Սա մեր այսպես անունը դրել ենք տերասա, այստեղ մեր հյուրերը կարող են նստել, ուտել, խաղեր խաղալ, գիրք կարդալ, ժամանակին միայն սա ունեինք, այսինքն եթե մեծ խմբեր էինք հյուրընկալում, մեր մեծ խմբերը այստեղ էին հյուրընկալվում, փակում էինք արևի համար եւ այստեղ էին նստում։ Եվ իհարկե սա մեր մոտ, եթե հյուրերը գալիս են, ուզում են օրինակ ճաշել, կարող են ընտրել, կարող են եւ այստեղ ճաշել, եւ վերևի հարկում ճաշել եւ մյուս հատվածներում։ Ճաշել, իսկ ունեք այստեղ դուք ինքներդ ճաշացանք ձեզ մոտ, թե պետք է մարդիկ պատվիրեն եւ գան այստեղ ուղակի սնվելու։ Մենք ունենք մենյու, որտեղ որ մարդիկ կարող են գան, մեր մոտ ամեն ինչը պատրաստվում է թարմ, այսինքն տեղում է պատրաստվում, որևէ բան չունենք, որ նախորդ պատրաստենք, թողենք, հա, մինչև կգան կամ չեն գա, թարմ պատրաստվում է, ունենք արագ պատրաստվող սնունդ եւ ունենք երկար պատրաստվող։ Եթե պետքա երկարը պատրաստեն, նախորդ զանգում են, իրանք ասում են, որ այս ժամին գալու ենք, այս բաներն ենք ուզում, կամ եթե ուղակի անցորդներ են, որ ուզում են գան սնվելու, ուղակի գալիս են, եթե ժամանակ ունեն, սպասում են մինչև թարմ կպատրաստվի ամեն։ Այսինքն բացի հյուրատան բնակիչներից, անցորդները կարող են մտնել այստեղ ճաշել եւ հեռանալ։ Այո։ Եվ եթե օրինակ մարդիկ երբևէ Չամիչում սնվել են եւ հավանել են Չամիչի ճաշացանկից որևէ ճաշատեսակ, շատ են արդեն դեպքերը, որ զանգում ասում են, այն ձեր համեղ չորալոլիկից ենք ուզում, չգիտեմ, այս կանաչիից, այս մսից պատրաստեք մինչև գանք, այսինքն, բայց նաև մարդիկ կարող են on-line տեսնել մեր ճաշացանկը, բացել եւ նախորոք պատվիրել։ Շատ լավ։ Բարեկամներ, այս պահին մեր ծրագրում պետք է լինի կարճատև գովազդային դադար, որից հետո կվերադառնանք եւ կշարունակենք Չամիչ բացահայտումները։ Դավիթ, Լիլիթ, համեղ ճաշատեսակներ պատրաստելու գաղտնիքներից մեկը համեղ բաղադրիչներն են, օրինակ նպարեղենը, ալյուրը եւ իհարկե համեմունքները։ Իսկ եթե դրանք փաթեթավորված են գեղեցիկ, մաքուր եւ տեսականին շատ, ապա պատրաստման ընթացքը դառնում է կրկնակի հաճելի։ Մառանիկ ընկերությունը սպառողին է ներկայացնում ձավարեղենի եւ համեմունքների ինչպես ավանդական, այնպես էլ հազվագյուտ եւ հարուստ տեսականին, ինչպես նաեւ նորույթ, ապակե փաթեթավորմամբ, կարմիր աղացած քաղցր եւ կծու պղպեղներ, սև աղացած պղպեղ եւ սև հատիկավոր պղպեղ, որը շատ հարմար փաթեթավորմամբ է եւ հնարավոր է աղալ ցանկացած կերակրատեսակի վրա։ Մոտ 30 տարի հայկական շուկայում է շատ որակով է, իսկ ամենակարևորը շատ համեղ։ Հիշում եք արդյոք Մառանիկ ընկերության կարգախոսը։ Այո, ընտրյալ հատիկ, համի գաղտնիք։ Մառանիկ, սիրով նվիրում ենք։ Շնորհակալ ենք շատ, անպայման կօգտագործենք։
Սլաբադան ռուսական լավագույն սնունդ արտադրողներից է, որն իր արտադրանքի համար ընտրում է միայն թարմ եւ բնական բաղադրիչներ։ Սլաբադա մայոնեզն ունի ընդգծված նուրբ համ, ուստի այն կարելի է օգտագործել տարբեր աղցաններ պատրաստելիս։ Ցանկացած աղցան սլաբադա մայոնեզով կդառնա նուրբ եւ համեղ։ Սլաբադա բուսայուղերն ունեն հաճելի համ եւ բույր։ Տապակելիս չեն փոխում սննդի համը, օգտակար են ինչպես տաք, այնպես էլ սառը օգտագործման դեպքում։ Ըստ Ռոսկաչեստվո 20 թվականի հետազոտության արդյունքների Սլաբադա արևածաղկի ձեթը ստացել է 5 աստղ եւ մուտք գործել բարձր կարգի ձեթերի կատեգորիա։ Շատ որակով ապրանքանիշ է, խորհուրդ եմ տալիս միշտ օգտվել։ Սիրով նվիրում ենք։ Շատ շնորհակալություն։ Մենք հենց Սլաբադա ձեթն էլ օգտագործում ենք մեր հյուրատանը։ Սիրով նվիրում ենք։ Շնորհակալ ենք։ Դավիթ, Լիլիթ, շարունակում ենք մեր բացահայտումները ձեր հյուրատանը եւ հիմա խնդրում եմ ասեք, ուր ենք ուղևորվում։ Հիմա մենք կտեսնենք մեր հյուրատան առաջին հարկի ընտանեկան սենյակը, որը եղել է մեր հյուրատան այդ հին տան մառանը։ Մենք վերածել ենք այն ընտանեկան սենյակի։ Դե խնդրում եմ ուղեկցեք մեզ։ Այս շենքը եղել է հենց այնպես, ինչպես հիմա ենք տեսնում, թե որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել, բացի նրանից, որ մառանը վերածել եք սենյակի։ Նաև շենքը չի ունեցել բալկոն, բաց պատշգամբ։ Լավ, դա կխոսենք արդեն ուրեմն պատշգամբում։ Հիմա համենանքներ ձեր համեցեք։ Իրականում շատ հին տուն է եղել, ինքը ասենց ասեմ, հեղափոխական փոփոխությունների են ենթարկվել, բայց տունը շատ տաքուկ տուն է։ Հետաքրքիր բան պատմեմ, որ երբ որ այս սենյակը կառուցում էինք, առաստաղին ծիծեռնակների բուն կար։ Եվ մենք չէինք կարողանում ավարտել վերանորոգումը, որովհետև ձագեր կային, չէինք կարող ձեռք տալ, ու մի օր Դավիթը զանգեց, ասեց մեր հյուրերը չվեցին։ Ես էլ ասում ինչ հյուրեր, մենք հենց հյուրատունը չենք բացել, փաստորեն որ ձագերը թռել էին, նոր կարողացանք պատուհանը փակել, որպեսզի այս սենյակը ամբողջովին վերջացնենք։ Սա ընտանեկան սենյակ է, երկու ննջասենյակից բաղկացած, իր սանհանգույցով, եւ այստեղ կարող են 5 անձից բաղկացած ընտանիք մնալ, այսպես ասած։ Ով է ասած։ դիզայնի հեղինակը։ Ամբողջ հյուրատան դիզայնի հեղինակը Լիլիթն է։ Դուք լուր համաձայնել եք ուղղակի։ Սկզբից ըմբոստանում էի, ճիշտն ասած, հետո քանի որ հասկացա, որ ինքը շատ ավելի լավ է պատկերացնում այդ ամենը, ուղղակի սկսեցի իրա նման մտածել եւ սկսել անել այն ինչ որ ինքը նախատեսում էր, նախագծում էր։ Աշխատանքի հստակ բաժանում կա, ով ինչով պետք է զբաղվի։ Այո, իհարկե, ես զբաղվում եմ ամբողջ սենյակների գիշերակացի, մաքրության եւ խոհանոցի ամբողջ կառավարմամբ, իսկ Դավիթը զբաղվում է ամբողջ ֆինանսական կառավարմամբ եւ լոգիստիկայով, այդ թվում շինարարությամբ եւ բոլոր են մանր ու մեծ խնդիրներով, որ կարող են ծագել այստեղ, իսկ այստեղ ամենաանհավանական խնդիրները կարող են։ Դուք ներքին գործերի նախարարն եք, Դավիթը արտաքին գործերի նախարարն է։ Շատ լավ, դե նախարարներ, ուղեկցեք մեզ, խնդրում եմ։ Ուր ենք գնում։ Հիմա գնում ենք մեր նորակառույց մասնաշենքը, որը կառուցել են 22 թվականին, որոնք ունեն ֆանտաստիկ տեսարան եւ էլի շատ հարմարավետ սենյակներ։ Սա երկու անձի համար նախատեսված սենյակ է, հա, այսպես կոչված double սենյակ է, որտեղ իհարկե կարելի է ավելացնել մահճակալ, եթե օրինակ երիտասարդ ընտանիք է փոքր բալիկի հետ, կամ 3 ընկերներ են, սենյակը, այսինքն երկու անձի համար է դառնում է 3 տեղանոց, շատ հարմարավետ եւ սանհանգույցով ամեն ինչը կառուցված, կարծում ենք այնպես, որ մարդուն հնարավորինս հարմարավետ լինի։ Սենյակում ունենք սուրճ թեյ եւ սառնարան, չունենք խոհանոց, որովհետեւ անկեղծ ասած նաեւ սկզբունք է մեզ մոտ, որ մենք առաջարկում ենք, որ մեր հյուրերը չբերեն աշխարհի բոլոր ուտելիքները իրենց հետ եւ ասենց ասեմ տաղավարային տրամադրությամբ, հա, այստեղ եփեն թափեն, այլ օգտվեն մեր փոքրիկ ռեստորանից, որը շատ համեղ սնունդ է տրամադրում։ Եվ նաեւ մաչելի է ամեն պարագայում։ Այո։
Եվ երևի թե մեր ամենամեծ հպարտությունը այս սենյակներից բացվող տեսարանն է։ Ես իհարկե ձեզ հետ լիարժեք համաձայն եմ, բայց պետք է նկատեմ նաև մի քանի թերություն, որը ձեզ հետ ընդհանրապես կապ չունի, սա պատկան մարմինների թերացումն է հավանաբար, լարեր, խողովակներ, որը մի փոքր իհարկե աղավաղում է տեսքը։ Եվ մենք համաձայն ենք ձեր հետ, իհարկե, մենք էլ չենք ուզենա, որ նման լիներ, բայց ցավոք սրտի սա այն է, ինչ որ մենք ունենք։ Ունենք այն, ինչ ունենք, այո։ Շարունակենք, ուր ենք գնում։ Եկեք բարձրանանք մեր նոր կառույց սրահը, որը կառուցել ենք Իսկ չկան այստեղ այլ սենյակներ։ Հա, մյուս սենյակները նույնպես, այո, իհարկե, այստեղ ունենք եւս երկու սենյակ, սա արդեն twin տարբերակով սենյակ է։ Իսկ ավելի մեծ սենյակ չկա։ Եվ կա ընտանեկան սենյակ, երկտեղանոց, էլի։ Այո։ Այս տարածքը եղել է թե 0-ից է կառուցվել այս ամենը։ Այս տարածքը մենք գնել ենք 2022-ի սկզբին։ Սա առանձին տարածք էր, երբ որ մենք սկզբից գնացինք, ես ասեցի սկզբում, որ մենք ունենք 2300 քառակուսի, հետո այս կողքի հողը արդեն գնացինք 1400 քառակուսի։ Շինություն չի եղել ընդհանրապես, որևէ բան չի եղել։ 0-ից ստեղ արդեն ամբողջը սարքվել է։ Ստեղ եղել է ահռելի քանակի կենցաղային աղբ, որը տարիների ընթացքում բնակիչները լցրել են եւ անգամ այս կանաչ խոտը ստանալու համար մի քանի անգամ աղբ ենք մաքրել։ Սա մեզ մոտ ընտանեկան սենյակ է, դռնով, սենյակից սենյակ տեղափոխվելու հնարավորությամբ։ Էլի, եթե օրինակ ընտանիք է, ծնողներ, բալիկներ, այստեղ էլի մահճակալ է հնարավոր ավելացնել 5 անձի համար, նորից իր սանհանգույցով, սա ընտանեկան սենյակ է։ Հետագայում նաև նախատեսվում է այս սենյակում կառուցել եւս մեկ սանհանգույց, որը նաև հնարավորություն կտա մեզ առանձին վաճառել այս սենյակները։ Գնանք, շարունակենք այլ տարածքներ բացահայտել, ասացիք, որ կա այնտեղ փոքրիկ մի նորակառույց տարածք, որտեղ հնարավորություն ունեն մարդիկ սնվելու, ճիշտ եմ հիշում։ Այո։ Եվ ասացիք, որ գները բավականին հաճելի են։ Որ խոհանոցին են պատկանում ձեր ուտելիքները։ Տեսեք, ես չէի ասի, որ մեր ճաշացանկում միայն հայկական ավանդական ուտելիքներ են։ Մեր ճաշացանկում կան բազմաթիվ ճաշատեսակներ, որոնք եւ հայկական են, եւ նաեւ մեր տատիկների բաղադրատոմսերից կան այս ճաշացանկում։ Հայկական են, բայց նաեւ ոչ ամբողջական։ Օրինակ մի բաղադրատոմս ունենք, Դավիթի տատիկն ու պապիկն էին պատրաստում մանջիկ, որը ավելի շատ երևի լիբանանյան որոշակի բան ունի իր մեջ։ Լիբանանյան այդ երկրների բայց հյուրերին շատ է դուր գալիս, կանաչեղեն ենք պատրաստում, տեսնում եք ինչքան կանաչ է, այստեղից այնքան կանաչեղեն ենք հավաքում, պատրաստում եւ կան նույնիսկ տեսակներ, որ բացահայտել ենք այստեղ լորիում։ Եվ կարծես թե հասնում ենք արդեն այդ տարածք։ Որ կողմից է մուտքը։ Այն կողմից կարող ենք մտնել, սա նոր սրահ է 60 անձի համար նախատեսված, որտեղ մենք կարողանում ենք անցկացնել եւ խմբային հավաքներ, ծնունդներ, կնունքներ, զուտ ճաշկերույթներ եւ նաեւ դասընթացների համար մենք ունենք ամբողջ տեխնիկան։ Կոնֆերանսներ։ Եվ արդեն կարծես թե հասանք հենց մուտքին, բայց մուտքի մոտ տեսնում եմ, որ ինչ-որ գրվածք կա։ Այո։ Տրամադրվել է նաև ձեզ աջակցություն այս ամենը կառուցելու համար։ Այո, սա լիլա ծրագիրն է, որը իրականացվել է կայուն զարգացման գործակալության կողմից եւ այս լիլա ծրագրի շրջանակներում մենք ոչ միայն կարողացել ենք սրահը կառուցել, այլև շատ պրոֆեսիոնալ վաճառքի եւ զբոսաշրջային մասնագետներ են մեր թիմի եւ մեզ հետ աշխատում, որը իսկապես կարեւոր է ստեղծել չամիչը, բայց չունենալ պրոֆեսիոնալ լավ ծառայություններ, կարծում եմ ճիշտ չի, դրա համար մենք հիմա շատ լրջորեն նաեւ դրա վրա ենք աշխատում։ Երբ որ սկզբից մենք բացվել էինք, հիմնականում փորձում ենք մեր փորձով, մեր գիտելիքներով աշխատեցնել չամիչը։ Հիմա ոնց որ ուզում ենք ավելի մի փոքր պրոֆեսիոնալ մակարդակի դուրս գալ
Դա է պատճառը, որ հասկանում ենք, որ մեզ անհրաժեշտ է նաև պրոֆեսիոնալների կարծիքներ եւ օգնություն։ Ինչպես մարդիկ կարող են տեղեկանալ Չամիչի մասին։ Չամիչը ունի եւ Facebook-յան էջ եւ Instagram-յան էջ։ Մենք գրանցված ենք մի շարք ամրագրման հարթակներում, Booking-ում, Expedia, Astravok, TripAdvisor, Emerging Travel եւ նաեւ հիմա մենք աշխատում ենք շատ լավ գործընկերների հետ 3WOTA.am, որը ընդհանուր համրագրման հարթակ է, եթե ցանկանում եք համրագրել եւ գիշերակաց եւ նաեւ միջոցառումներ մեզ մոտ։ Դե, հիմա ժամանակն է, որպեսզի խոսենք մեր մասին։ Ձեր հաղորդումը եթերում կլինի Կիրակի օրը ժամը 12-ից սկսած միմիայն չէին սպասում KTM կայքում, կամ մեզ կարող եք հետևել մեր Facebook-յան, Instagram-յան, TikTok-յան, Telegram-յան եւ YouTube-յան հարթակներում, որտեղ նույնպես տեղադրված են մեր բոլոր հաղորդումները, ձեր հաղորդումը ներառյալ այնտեղ տեղադրված կլինի։ Սա մեր մասին, իսկ հիմա խոսենք կրկին ձեր մասին։ Սա հենց այն սրահն է, որտեղ տեղավորվում է 60 հոգի եւ կարողանում եք այստեղ կազմակերպել team building-ներ, նոր բառ է իդեպ դա հայտնվել մեր բառապաշարում, ինչպես նաեւ իրականացնում եք մարդկանց ծնման գործընթացը։ Այո։ Շարունակենք, տեղափոխվենք այլ տարածք։ Շատ մեծ է տարածքը եւ երևի թե մեր եթերաժամը կհասցնի տեղավորել ամբողջ ինֆորմացիան։ Հիմա խնդրում եմ դուք ինքներդ ուղեկցեք մեզ եւ տեղեկացրեք ուր ենք գնում դեպի։ Հիմա ցույց կտանք ձեզ նաեւ այս հին տնից պահպանված լորվա փուռը ավանդական, որը մենք պահպանել ենք եւ գործող է այսինքն։ Այո, ինքը գործող փուռ է եւ մենք master class-եր, վարպետաց դասեր ենք անում այստեղ խմբերի համար, ինչպես նաեւ օրինակ որոշ տոնորերին զուտ վառում ենք եւ հաց ենք թխում, օրինակ Սուրբ Զատիկին մենք հաց ենք թխում այստեղ եւ հյուրերը կարող են մեր էջից տեղեկանալ այդ մասին եւ գալ լիովին անվճար մասնակցել վարպետաց դասերին, եթե գիտեք լորիում ոչ թե թոնիրն է ընդհանրապես կիրառվում, այլ լորվա փուռը, որը էլի որոշակի ռուսական ազդեցություն ունի, այսպիսի մի փուռ է, որտեղ հատուկ փայտերով հացը դնում ենք եւ կրակը վառում ենք։ Ինքը բավականին երկար է տևում, մոտ նախորդ օրը պետքա կրակը վառես, որպեսզի ինքը լավ չորանա, լավ տաքանա, եւ եթե դու պայմանական ժամը 2-ին եթե պիտի հաց թխես, դու առավոտից պետք է այլին նույն օրը կրակը վառես, որ ինքը շատ տաքանա, հետո կրակը տարվում է մի կողմ, իրենք ասում են լիսը մնում է, այսինքն լույս է, ինչ որ կրակը տարվում է մի կողմի վրա, որ լույս անի, հա, մի փոքր եւ հացը դրվում է մեջը, կարող ես կթխել հաց եւ գաթա, չգիտեմ, ինչը որ հնարավոր է փորում թխել։ Ցավոք լորիում չի պահպանվել մեծամասամբ տները քանդում են այս փռերը, բայց մենք պահպանել ենք այդ բոլոր փայտի աքսեսուարները հին, որովհետև իմ տատիկն էլ տավուշում էլի այսպիսի փռում էր հաց թխում եւ ասեմ ձեզ շատ են հյուրերը սիրում, շատ հետաքրքիր գործընթաց է։ Սա ինչ շինություն է, այս փայտե շինության մասին է խոսքը։ Սա մեր նոր ամառային խոհանոցն է, որը նաև ծառայել է սուրճ, թեյ, ջրեղենը այստեղից մատուցելու համար, որպես բար, որպեսզի նաև խոհանոցը այդքան ծանրաբեռնված չլինի այն մարդկանց համար, ովքեր որ ուզում են ուղղակի գալ, ժամանակ անցկացնել եւ սուրճ կամ ինչ-որ ուզողացուցիչ կամ խմիչք խմել։ Բարձրանանք երկրորդ հարկ եւ մոտ գործենք բուն Չամչի տարածք։ Այստեղ աշխատող մարդիկ, ովքեր են, տեղացիներ են, թե Երևանից հրավիրված մասնագետներ են։ Այստեղ մեզ մոտ աշխատում են գյուղի մարդիկ, այսինքն Երևանից մենք աշխատակիցներ չունենք, ի սկզբանե էլ մենք որոշել ենք, որ պիտի խրախուսենք գյուղում ապրող մարդկանց եւ իրենց համար ստեղծենք այդ հնարավորությունները եւ մեր աշխատակիցներից շատերը, մեծ մասը երբևէ չի ունեցել աշխատանքային փորձ, որևէ տեսակի, օրինակ մեր խոհարարներին ընտրել ենք, որովհետև իրենք շատ համեղ եփել են, այսինքն իրենց տանը շատ համեղ եփել են, լավ հասկացել են բանջարեղենից մսից, իսկ պրոֆեսիոնալ վերապատրաստումները մենք ենք արել։ Ինչպես եք գտել նրանց։
Հարցազրույցներով, կաստինգներով, այսինքն հետաքրքրվել ենք, ովքեր որ համարել են, որ ենք լավ են էփում, եկել են այդ հարցազրույցներին եւ փորձով, այսինքն եփել են, մենք տեսել ենք, Հասանք այնտեղ, որտեղ ամեն ինչ տեղի է ունենում։ Այո։ Դե պատմեք, ինչն էր, ինչպես, ինչը ինչպես դարձավ։ Հիմնական տարածքն է, էլի մեր Ուրեմն սա մեր հիմնական հյուրատան տարածքն է, այն տունն է, որը մենք գնել ենք եւ որտեղ ապրել են։ Տուն ունեցել է ընդամենը 2 սենյակ եւ մի փոքր աստիճանավանդակ, որով որ կարողացել են մտնել տուն։ Մենք տանը այս հիմնական մասում վերակառուցեցինք, վերանորոգեցինք եւ սարքեցինք 2 հատ սենյակ գիշերակացի համար, հա, որտեղ մարդիկ կարող են ննջասենյակ, որտեղ կարող են քնել։ Ուղղակի ցավոք չկարողացանք մենք սենյակներում սանհանգույց կառուցել, որովհետև ընդհանրապես տունը սանհանգույց չի ունեցել։ Իսկ մենք 0-ից այդ սանհանգույցը կառուցել ենք եւ կառուցեցինք հարկի վրա, այնտեղ կարող եք տեսնել։ Քանի որ այն ժամանակ մենք նախկինում չունեինք մեր այդ մեծ սրահը, որը որ դուք տեսաք, հիմնականում հյուրերը ձմեռը նստում էին այս տարածքում եւ որը նաեւ խանգարում էր այն մարդկանց, ովքեր որ մնում էին ննջասենյակներում։ Դա էր նաեւ պատճառը, որ մեզ անհրաժեշտ էր ինչ որ սենյակ, որտեղ կարող ենք մենք հյուրերին ընդունել ձմռանը եւ իրենք կարողանան իրենց համար հանգիստ նստել։ Հատակը փոփոխության չեք ենթարկել, դա միանգամից աուրա է փոխում, հանուն արդարության պետք է ասել, եւ շատ հին իրեր կան այստեղ դրված աջ կողմում, թե գրամեքենան եւ թե տակի կոմոդը։ Սրանք որտեղից են հայտնվել այստեղ։ Սա այս տունը երբ որ գնում էինք, տանը բազմաթիվ հին իրեր կային։ Եվ անկեղծ ասած չկարողացանք համոզել տանտերերին, որ թողնեն բոլոր հին իրերը, մնաց միայն այս կոմոդը, մենք իրեն ռեստավրացիա ենք արել, պահել ենք։ Այս տան տատիկի կոմոդն է, եւ գյուղերում ում տուն մտնեք, այս կոմոդներից կտեսնեք պլյուս ուրիշ շնություններ։ Այդ գրամեքենան նվեր ենք ստացել, այստեղ գրքեր խաղեր են, այս սրահը շատ է ձմեռը օգտագործում է սենյակը, բայց նաև լիքը խաղալիք ունենք, որ ծնողները գալիս են, երեխաները այստեղ շատ են խաղում։ Խմբային սեղանի խաղեր են խաղում, մարդիկ նստում են, քնում են, վեր են կենում, այսինքն ընդհանուր առմամբ հանգստի սենյակ է, բայց ամենասկզբում սա մեր խոհանոցն է եղել։ Շարունակենք մեր բացահայտումները եւ մինչ մյուս սենյակ տեղափոխվելը ես տեսնում եմ շատ հին մի առարկա, խոսքը պատի վառարանի մասին է։ Այո։ Սա գործում է թե ոչ, Դավիթ։ Ինքը գործում է։ Մենք առաջի տարին ես փորձեցի իրեն աշխատեցնել, բայց մտածում եմ, որ աշխատացնենք գազով, ոչ թե փայտով, զուտ նրա համար, որ ծուխ կամ հոտ չլինի տան մեջ։ Բայց քանի որ ստեղ նաև դա է խնդիր, գազը ահավոր թույլ է, ահավոր ինքը չկարողացավ տաքացնել եւ մենք տենց իրան ուղակի թողեցինք որպես դեկորատիվ, գեղեցիկ պահել ենք այնպես, ինչպես ինքը կա։ Այսինքն ջեռուցման հարցը լուծվում է ժամանակակից մեթոդներով։ Այո։ Այո։ Սա հարմարավետ 2 հոգու համար նախատեսված սենյակ է, ինչպես Դավիթը նշեց, այստեղ 2 ննջարան ունենք, որոնց համար հարկի վրա է սանհանգույցը, ուստի այս սենյակները հարմար են օրինակ ընտանիքների համար ու այդպես էլ լինում է սովորաբար, բայց ասեմ ձեզ, որ արտասահմանցի հյուրերը շատ են սիրում այս սենյակները, որտեղ սա իսկապես գյուղական կոլորիտով սենյակ է եւ շատ են ամրագրում այս սենյակները։ Ի սկզբանե ասեմ ձեզ, որ մենք այս սենյակները պահել էինք մեզ համար, բայց քանի որ պարզվեց, որ անգամ այս սենյակների համար պահանջարկ կա, այս սենյակները նույնպես ամրագրման ենթակա են, այսինքն հարթակներում այս սենյակները նույնպես կարելի է ամրագրել։ Ես ձեր նախորդ սենյակում մի բան նկատեցի, ուղղակի սահուն անցում կատարեցինք դեպի այս կողմ, ես չգիտեմ հնարավոր կլինի սա ցուցադրել այս պահին մեզ դիտողներին, չամիչ։
Այո։ Սիմվոլիկան պահպանելու համար սա դրված է ցանկացած տեղում, թե միայն ննջասենյակներում է դրված, եւ սա հյուրերին է պատկանում, թե ուղղակի որպես դեկոր է։ Հյուրերին է պատկանում, դրված է ննջասենյակներում, եւ երբ որ օրինակ մեծ սեղաններ են գցում, չամիչ փոքրիկ ամաններով միշտ ունենում ենք, եթե նկատեք, այնտեղ ծաղիկների կողքերն էլ ունենք փոքրիկ պարկերով չամիչներ, իսկ սենյակներինը հյուրերինն է ամանորի մեր հյուրերի համար ավելի մեծ սիրուն չամիչյան փաթեթներ են անում, մեկ-մեկ մարդիկ չեն պատկերացնում, որ դա անվճար է ու կարող են տանել, վերջում հետևներից վազացնում ենք։ Շարունակենք բացահայտել ձեր տարածքները եւ գնանք խոհանոց, որովհետեւ մեր եթերաժամանակը կամաց մոտենում է իր տրամաբանական ավարտին։ Մենք շատ արագ էստեղ նկարահանումք իրականացնենք, բարև ձեզ։ Եվ այսպես, ձեր խոհանոցն է գերմաքուր վիճակում։ Այո։ Հրաշալի է բուրում հենց այս պահին, ես չգիտեմ թե ինչ է պատրաստվում, բայց հրաշալի է բուրում։ Այո։ Նայեք, Լիլիթ դու ավելի լավ ասես։ Խոհանոցը մեր շատ, ինչպես տեսնում եք, լուսավոր է առաջինը եւ մեծ։ Երբ որ խոհանոցը կառուցում էինք, ավելի փոքր էինք մասշտաբները վերցրել, բայց ես ասացի Դավիթ, սարքելուց մեծ սարքենք, որպեսզի եւ այն հատվածը, որտեղ պատրաստում է, դուք տեսնում եք պրոֆեսիոնալ տեխնիկա, եւ դա լայն լինի, եւ նաեւ այս հատվածում մաստեր կլասեր անենք, վարպետաց դասեր։ Էլի, եթե մեր արտասահմանցի հյուրերը կամ տեղի հյուրերը ուզում են թխել գաթա, պատրաստել տոլմա, այս սեղանի շուրջ անում ենք վարպետաց դասեր։ Մեր խոհարարները կարող են անել վարպետաց դաս մեր ճաշատեսակից ցանկացած բաղադրատոմսի համար եւ մեր էջում օրինակ արդեն ունենք բազմաթիվ այդպիսի հոլովակներ, երբ որ պատրաստել են գաթա, տոլմա, անգամ արտասահմանցի հյուրերի համար ամբողջը թարգմանում ենք։ Լիլիթ, կարող ենք լիահույս լինել, որ այս ամենը մեզ համար է այստեղ դրված, որովհետև իհարկե չէին սպասում ով ենք մենք այցելել ձեզ, բայց ամեն դեպքում քաղցած ենք, ճանապարհ ենք կտրել անցել։ Այո, իհարկե։ Ես ուզում եմ ասել, որ չկա մի մարդ, որ կգա չամիջ եւ քաղցած կգնա։ Մեր բոլոր հյուրերի համար սեղան է գծվում, որպեսզի մարդիկ համտեսեն այն համեղ ճաշատեսակները, որ ունենք։ Դե, ուրեմն մեր հաջորդ հանդիպումը կլինի արդեն ձեր պատշգամբում։ Շատ լավ։ Ինչպես եւ խոստացել էինք, հանդիպեցինք պատշգամբում արդեն սեղանի շուրջ։ Լիլիթ, շնորհակալություն ձեզ այս ամենը կազմակերպելու համար որպես ներքին գործերի նախարար, բայց իմ ձեռքում կա մի նկար, որը ես ցանկանում եմ ցուցադրել, ահա թե ինչպիսին է եղել տարածքը եւ ինչի եք վերածել դուք այն։ Շնորհակալություն, որ մնացել եք Հայաստանում, ներդրումներ եք արել եւ շարունակում եք շենացնել մեր երկիրը։ Մեզ բարի ախորժակ, մենք արդեն կվերադառնանք եւ ձեզ հրաժեշտ կմաղթենք։ Շնորհակալություն։ Մենք ենք շնորհակալ։ Դավիթ, Լիլիթ, շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար, շնորհակալություն յուրահատուկ բացահայտումների համար։ Ես ձեզ մաղթում եմ նորանոր հաջողություններ, ձեռքբերումներ եւ վստահ եմ, որ շատ շուտով մենք կլսենք Չամիչի ել ավելի բարգավաճման եւ զարգացման մասին։ Ձեզ ենք շնորհակալ, որ եկաք, մեր դռները միշտ բաց են, սիրով համեցեք։ Շնորհակալություն։ Միշտ համեցեք։ Լավ մնացեք, հաջողություն։ Ստեսություն։
Система «Органик Контроль» подтверждает безупречную природную чистоту масла «Слобода». «Слобода Органик Контроль» – проверенное качество природного продукта. Նորույթ Մարանիկից։ Մարանիկ համեմունքների ավանդական եւ հազվագյուտ տեսակներն արդեն առկա են ապակյա տարաներով, որոնք փակվում են հերմետիկ, պահպանում համն ու հոտը։ Իսկ հատիկավոր տեսակների ներկառուցված աղացը թույլ է տալիս վայելել Մարանիկ համեմունքների բույրի թարմությունը։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, Мараник. Каждая девочка хочет быть идеальной мамой и женой. А каждая женщина просто быть собой. Майонез «Слобода». Давайте быть довольными, а не идеальными. Դավիթ, ավարտվեց եւս մեկ նկարահանման օր։ Մենք բացահայտեցինք այս անգամ Չամիչ հյուրատունը, նրա համահիմնադիրներին, ամուսիններին, Լիլիթին եւ Դավիթին։ Այո, Շնորհակալություն իդեպ։ Շնորհակալություն իդեպ ամեն բանի համար, որովհետեւ ինձ համար բացահայտում էր, որ այդքան լեռնային գոտում, այդքան ոչ նպաստավոր պայմաններում հնարավոր է այդքան գողտրիկ վայր ստեղծել, հիմնել եւ զարգացնել։ Ընդհանրապես Հայաստանում շատ գողտրիկ վայրեր կան, որոնցից մենք տեղյակ չենք դեռևս։ Հուսանք գործի բնույթով կծանոթանանք ժամանակի ընթացքում բոլոր գողտրիկ վայրերին։ Հուսանք։ Իսկ ձեզ հետ Վահան Ներմիրաքյան Եվ Դավիթ Վարդանյան։ Մնացեք խաղությամբ։ Բայց չմոռանաք այդ ընթացքում նաև բաժանորդագրվել մեր YouTube-յան պաշտոնական ալիքին եւ սեղմել զանգակը, որպեսզի բաց չթողնեք մեր նոր հաղորդումները եւ նոր մարդկանց։ Ցտեսություն։ Հաջողություն։